Լավն է էլի մեր ֆուտբոլը։ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ անցկացրեց Կոսովոյի և Չեռնոգորիայի ազգային թիմերի հետ։ Արտագնա հանդիպումներին ներկա էին իմ գործընկերներ Էդմոն Մարտիրոսյանը և Արման Աբելյանը, որոնց հետ այժմ կզրուցեմ տեղի ունեցած ընկերական խաղերից։ Ողջույն տղաներ։ Ողջույն։ Նախ Բեռնար Շալանդի մասին, Կոսովոյի դեմ խաղին, մեր և Կոսովոյի հավաքականի նախկին գլխավոր մարզիչներ ներկա, հասցրել եք զրուցել նրա հետ, ինչու էր եկել, գործով էր թե ուղղակի վայելելու համար։ Ոչ, չենք զրուցել, տեսանք խաղի մեկնարկից երևի 5 րոպե առաջ եկավ, առաջինը Էդմոնը նկատեց լրագրողներից։ Բայց իշում ես ոնց ասացիք ես։ Ասի կարծես Շալանդն է։ Ես շատ նման է Շալանդները։ Պարզվեց են Շալանդներ։ Եթե խաղը լավ ավարտ ունենար մեզ համար, միգուցե փորձեինք ինչ-որ կերպ կապ հաստատել, բայց քանի որ նման անփառունակ վերջաբան եղավ, մենք արդեն մոռացանք Շալանդը այնտեղ էր, թե այնտեղ չէր։ Ինձ թվում է Շալանդը, երբ դիտել է խաղը, ոչ մի նշույլ չի նկատել թե Կոսովոյի, թե մեր հավաքականում, այն ամենից, ինչ ինքը թողել է երկու հավաքականներում, դե հատկապես մեր հավաքականը շատ է տարբերվում այն ժամանակվա հավաքականից։ Էդմոն, առաջին ուղևորությունը էր հավաքականի հետ, պատմիր տպավորությունների մասին, ինչ սովորեցիր, ինչ ստացար։ Շատ հետաքրքիր էր առաջին ուղևորությունն էր հավաքականի հետ ու հետաքրքիր էր լինել ֆուտբոլիստների կողքին, տեսնել թե նրանք ինչպես են պատրաստվում այդպիսի պատասխանատու հանդիպումներին եւ այդ առումով իհարկե շատ մեծ փորձ էր, շարժիթ ունեցած զրուցել տարբեր ֆուտբոլիստների հետ, հետաքրքիր է որ խաղից առաջ տրամադրվածությունը, ֆուտբոլիստների տրամադրությունը բավական լավն էր, բայց խաղը Կոսովոյի դեմ խաղը այնքան էլ լավ չդասավորվեց, ամեն դեպքում նման պարտություններն էլ իհարկե շատ բան են տալիս ֆուտբոլիստներին եւ Մենք խաղերի մասին ավելի մանրամասն դեռ կխոսենք։ Ինչ որ բան կար, որ պատկերացնում էիր X կերպ, բայց այնտեղ լինելով պատկերացումներդ փոխվեցին, թե ամեն ինչ այնպես էր, ինչպես նախապես պատկերացնում։ Չէ, եթե անկեղծ շատ այդպես պատկերացումների գիրկը չէի ընկել ուղևորությունից առաջ, բայց մոտավորապես այն էր, ինչ որ սպասում էի, այսինքն թիմում մթնոլորտը լավն էր, որպես այդպիսին ինչ որ լուրջ խնդիր չտեսա, ֆուտբոլիստները ինչպես նշեցի, շատ լավ տրամադրությամբ էին մոտեցել այդ հանդիպմանը, ուղղակի խաղը լավ չդասավորվեց, երևի թե այն էր ինչ որ սպասում էի։ Արման, դու ի տարբերություն Էդմոնի ավելի փորձառուի կարգավիճակով շատ ուղևորությունների ես եղել, նաև մեր հավաքականի հետ, ինչով էր տարբերվում այս ուղևորությունը, այս հավաքը նախորդներից, որոնց ներկա ես եղել, անձամբ ու տեղում ես տեսել ամեն ինչ։ Հավաքականի հետ նախորդը 6 տարի առաջ էր, երբ դեռ Հենրիխ Մխիթարյանն էր խաղում, չի ասի մեծ, դե պարզ է, կազմը գրեթե ամբողջությամբ ուրիշ է, բայց ընթացակարգը եւ այլն գրեթե ամբողջությամբ նույնն էր։ Նոր մեծ բացահայտում չեղավ, ճիշտ է մենք անընդհատ հետևում էինք ֆուտբոլիստներին, ով հետ է շփվում, ինչ է անում, ոչ միայն ինքնաթիռում, նաեւ դրանից դուրս այդքան էլ դուր չեկավ, որ շատ բևեռացված էր հավաքականը, այսինքն 3-4 առանձին խումբ կար, որ իրար հետ գրեթե կապ չուներ։ Դե ցավոք դրա մասին միշտ խոսում ենք ու այդ պատկերը չի փոխվում։ Հիշում եմ այստեղ Վարազդատ Հարոյանը եւս դրա մասին խոսել էր, այսինքն կա հայաստանցի ֆուտբոլիստների խումբ, ավելի փորձառու հայ ֆուտբոլիստների, կա Ռուսաստանից եկողների խումբը, կա ավելի երիտասարդ հայերի ԲԿՄԱ-ով անցած այդ ֆուտբոլիստների խումբը, իդեպ Ադորյանը ավելի շատ շփվում էր Ռուսաստանից եկածների հետ, որովհետև Սևիկյանը գիտի իսպաներեն, Սևիկյանն էլ դե պարզ է, Սպերցյանի, մյուսների հետ ավելի շատ շփվում։ Որպես այդպեսի վատ չէր մթնոլորտը, ուղղակի բավականին կտրված էին իրարից եւ տպավորությունն է, որ կան ֆուտբոլիստներ, որ ասենք 2-3 տարի հավաքականում են, բայց միգուցե խաղադաշտից դուրս որևէ բառ չեն փոխանակել իրար հետ։ Նման խնդիր կա։ Իհարկե շատ լուրջ խնդիր է ըստ իս ու նաև դա է շատ խանգարում մեր հավաքականին։ Օրինակ Վրաստան երբ մեկնում ենք, Արայիկ Էլոյանը առաջին անգամ էր հրավիրվել հավաքական, Պետիկ Մանուկյանը, ես հիշում եմ Պետիկ Մանուկյանը միայնակ նստած էր ու այդպես էլ նրան չէին մոտենում, չգիտեմ, շփումը չկար, ես հետո այդ մասին խոսել եմ նաև պարոն Մելիքբեկյանի հետ, ես ինքս ասացի, որ իմ դուրը չեկավ այդ ամենը ու հետաքրքիր է, մենք հիմա էլ նորեկներ ունեինք
կար շփում մեր մյուս խաղացողների, թե կրկին կտրված է։ Չէ, ընդհանուր, եթե նայենք, այս անգամ Դանիել Աղբալյանն էլ կար, Էլոյանը, Պետիկ Մանուկյանը, այսինքն ԲԿՄ-ի այս կազմի ֆուտբոլիստներն ավելի շատ իրար հետ էին շփվում։ Նկատեցի, որ Վարազդատ Հարոյանը որպես ավակ փորձում էր այդ բոլոր խմբերի հետ էլ այսպես կապը պահել, այսինքն եւ գալիս էր Սպերցյանից հետ խոսում եւ ավելի շատ այսպես միմյանց կապելու։ Չգիտեմ որքանով ստացվեց, բայց նա ամեն դեպքում փորձում էր, նաեւ Միրանյանը երկու կողմերի հետ էլ այսպես խոսում էր, բայց ընդհանուր բավականին կտրված են իրարից ֆուտբոլիստների մի խումբը մյուսից։ Մենք անհատ խաղացողներին կանդրադառնանք, բոլորին կանդրադառնանք, հիմա ավելի թիմային խաղի մասին խոսենք։ Մենք բացասական շատ բան տեսանք։ Դրական տեսել եք, ինչ եք տեսել, բացասականի մասին էլ խոսենք, դրականի մասին էլ։ Դե կոնկրետ խաղի մասին չէ նկատի։ Ընդհանուր հավաք երկու ընկերական խաղերում մեր հավաքականի խաղի։ Օրինակ, ես Ղազախստանի հավաքականի խաղն էի մեկնաբանում Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իրենց մոտ կրկին նոր մարզիչ է եկել, մի երրորդ խաղն էր անցկացնում, բայց ձեռագիր կար Ղազախստանի հավաքականում։ Հայաստանի հավաքականի ձեռագիրը ես չնկատեցի։ Դե առաջին խաղը ընդհանրապես չտպավորեց, ճիշտ է, առաջին 60 րոպեների ընթացքում մենք չէինք պարտվում, եղավ 11 մետրանոց, դրանից հետո ամեն ինչ շատ փոխվեց, այնպես չէ, որ այդ առաջին 60 րոպեները շատ լավն էին, ոչ Կոսովոյի հավաքականը երկրորդ խաղակեսի սկզբում բավական լուրջ ճնշում էր գործադրում եւ իմ կարծիքով, եթե նույնիսկ այդ 11 մետրանոցը չլիներ, միևնույն է Կոսովոյի թիմը իր գոլը խփելու էր եւ այդպիսի պատկեր ունենալ էինք, եթե դրական կողմերից ենք խոսում, պետք է խոսել Հենրի Ավագյանի մասին, որը Կոսովոյի դեմ խաղում անհատներին մենք դիրքերով կանդրադառնանք, ավելի շատ խոսենք հիմա թիմային էլի, առաջին խաղակեսում ճիշտ է եղավ որոշակի հատված, թեկուզ կարճ հատված, բայց երևում էր, որ Հայաստանի հավաքականը փորձում է տնօրինել գնդակը, փորձում է լավ դիրքային գրոներ ձեռնարկել, այդ կերպ մրցակցի համար խնդիրներ ստեղծել, բայց այդ հատվածը շատ կարճ էր։ Ամեն դեպքում Ջոն Վանցխիպը նախախաղային մամուլի ասուլիսին էր, հետխաղային մամուլի ասուլիսին էլ նշել էր, որ ժամանակ է հարկավոր, որ իր ուզած ֆուտբոլը կարողանա Հայաստանի հավաքականը ցուցադրել, դա ճիշտ է բոլորս էլ հասկանում ենք, որովհետև բավական բարդ է միանգամից փոխել հավաքականի ոճը, եթե Կոսովոյի հավաքականի դեմ խաղի մասին ենք խոսում, ինչ որ շատ կարճ հատված եղավ, որ երևաց թե Հայաստանի հավաքականի խաղացողները փորձում են կատարել այն, ինչը ասել է Ջոն Վանցխիպը, բայց ընդհանուր առմամբ այդ խաղը ամբողջությամբ ձախողված էր։ Չեռնոգորիայի հավաքականի դեմ հանդիպումն էլ որոշ չափով ստացված էր, եթե իհարկե համեմատականներ ենք տանում երկու խաղերի հետ, ու կարծում եմ երկրորդ խաղում ավելի շատ երևաց թե ինչ է ցանկանում անել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ Մենք ժամանակը կարծես ցույց է տալիս ու ապացուցում, որ մի հարցում Ալեքսանդր Պետրակովի շատ ճիշտ էր, երբ ասում էր մենք չունենք այն կազմն ու այն ֆուտբոլիստներին, որ խաղանք 4 պաշտպանով, դրա համար ես էլ էի շատ քննադատում ու դժգոհում, նա այդպես էլ չփոխեց այդ 3 պաշտպանով խաղը։ Արդյոք մենք հիմա հասկանում ենք, որ Պետրակովը ճիշտ էր ասում, թե ամեն դեպքում կարելի է 4 պաշտպանով ավելի բարելավել իրավիճակը։ Իմ կարծիքով կարելի է բարելավել, օրինակ, եթե խոսենք Կոսովոյի դեմ խաղից, այո, նոմինալ մենք խաղում ենք 4 պաշտպանով, բայց եթե նայենք վերադասավորումներին, պաշտպանվելիս խաղում ենք 5 պաշտպանով, կամ Սևիկյանն էր իջնում, կամ Ավանեսյանը հենակետանից դառնում էր կենտրոնական պաշտպան, այսինքն կային այդ վերադասավորումները, բայց այլ հարցը ինչպես էր դա աշխատում։ Եթե խոսենք տակտիկական լուծումներից, ես շատ լուծումներ տեսա այս երկու խաղերում էլ եւ ձեռագիր էլ տեսա։ Այլ հարցը այդ ձեռագիրը թիմը կարողանում էր կյանքի կոչել, թե չէր կարողանում։ Թույլ չէր տալիս։ Կատարողականը կամ միգուցե մտքերը հասկանում էին մարզչի, թե դեռ չեն հասկանում, որովհետև եթե նայենք դիրքավորումը հստակ էր, չգիտեմ, օրինակ 4 պաշտպան են խաղում, Գեորգի Հարությունյանը չի միանում գրոհին, մնում է թիկունքում, Դիգնիզյանը միանում է, կամ ինչպես էին գրոհը սկսում, այսինքն հստակ դասավորությունը կար, ինչ էր ուզում մարզիչը, բայց թիմը մեծամասամբ դա կյանքի կոչել չէր կարողանում առանձին հատվածներով միգուցե, բայց գլոբալ դեռ գնդակով խաղը մանավանդ թույլ է։ Իհարկե Չեռնոգորիայի դեմ հանդիպումը շատ ավելի լավն էր, մենք պիտի հաղթեինք այդ խաղը, իսկ թվում է։ Այո, եթե օգտագործենք։ Վերջին կես ժամը մանավանդ շատ լավ էր խաղում թիմը։ Ուղղակի հիմա այնքան մենք ծանր վիճակում ենք, որ ստեղծվել է մի պատկեր, որ
Չեռնոգորիայի դեմ ոչ ոքին, մենք ասում ենք արդեն դրական տեղաշարժ չենք պարտվել, բայց հաշվի առնելով, որ առջևում Պորտուգալիայի դեմ խաղով մենք շարունակելու ենք պաշտոնական խաղ ու նման ծանր մրցակցի, ես համաձայն եմ, որ մեր մարզչին պետք է ժամանակ տալ, որովհետև նա եկավ շատ բարդ ժամանակահատվածում, ամբողջությամբ նոր իրողության մեջ է, չգիտեմ ինչ որ հույս ներշնչեցին այս ընկերական խաղերը, օրինակ Վրաստանի խաղերի հետ համեմատենք։ Ինձ այո, հույս ներշնչեցին եւ ես անկեղծ հավատում եմ, որ Ջոն Վանցխիպը կարող է ինչ որ բան անել Հայաստանի հավաքականում։ Իդեպ Չեռնոգորիայի դեմ խաղից հետո Վարազդատ Հարոյանն էլ խոսեց, նշեց, որ ժամանակ է պետք այդ ֆուտբոլին սովորելու համար, բայց նաև ասաց, որ այդ ժամանակը հավաքականը չունի։ Մենք բավական բարդ խմբում ենք աշխարհի առաջնության ընտրական փուլում, պետք է ռեալ լինել, շատ դժվար է այդ խմբից դուրս գալը, բայց եթե Ջոն Վանցխիպը ստանա ժամանակ, կարծում եմ ընտրական փուլի այդ հանդիպումները նա կարող են դրա համար շատ կարևոր լինել, որ կարողանա իր ուզած ֆուտբոլը ներդնել Հայաստանի հավաքականում եւ արդեն հետո մենք կարող ենք մտածել հաջողությունների մասին։ Եթե անկեղծ ես ցանկանում եմ, որ Ջոն Վանցխիպը ստանա այդ ժամանակը եւ այդ ժամանակը լինեն աշխարհի առաջնության դրական փուլի հանդիպումները։ Այստեղ ես մի մտավախություն ունեմ, Ջոն Վանցխիպը այո ուզում է գնդակով խաղը բարելավել, փոխանցումներ, կոմբինացիոն խաղ, բայց նայենք մեր մրցակիցներին որակավորման փուլում Պորտուգալիա, Հունգարիա, Իռլանդիա։ Ես եմ ուզում դրա մասին խոսել։ Շատ դժվար է լինելու, օրինակ Պորտուգալիայի դեմ ինչ փորձարկես կամ ինչ ուզենաս։ Շատ դժվար կլինի, ուրիշ բան է Չեռնոգորիայի դեմ, ուրիշ բան է նրանց դեմ արդեն կարևոր լինելու պաշտպանությունը, թիմային եւ հենց բուն պաշտպանների խաղը։ Եվ մենք այս 4 խաղերում տեսանք բազմաթիվ սխալներ ու չես կարող մեկ անհատի մեղադրել, որովհետեւ տարբեր քառյակներ էին խաղում, բայց մի բան ասեմ, ինձ մոտ այսպիսի տպավորություն է, տարիներ առաջ օրինակ մեր մոտ կարծես թիմային պաշտպանությունը քիչ թե շատ ստացվում էր, անհատական սխալների պատճառով մենք շատ էինք պատժվում։ Արդյոք դուք էլ համաձայն չեք, որ հիմա կարծես անհատապես այդքան շատ չենք սխալվում, բայց թիմային պաշտպանությունը կատաստրոֆիկ երկուսն էլ կան եւ թիմային պաշտպանությունն է կաղում եւ անհատական սխալներն են շատ, օրինակ Կոսովոյի դեմ երկրորդ խաղակեսը կարող ենք հիշել, անհատական բազմաթիվ սխալներ թույլ տվեցին մեր ֆուտբոլիստները, բարձր իրավիճակներում չէին կարողանում նորմալ գնդակ հեռացնել եւ այդ պատճառով գոլ բաց թողեցինք եւ վերջին հատվածը խաղի ընդհանրապես абսուրդ էր, ինչպես ցանկանում էին, այնպես էլ մեն-մենակ էին դուրս գալիս դարպասապայի դիմաց Կոսովոյի ֆուտբոլիստները, կարծում եմ երկու առումով էլ համաձայն եմ քեզ հետ, որ թիմային պաշտպանությունը նախորդ տարիներին շատ ավելի լավն էր, քան հիմա եւ հիմնականում անհատական սխալների միջոցով էին գոլեր բաց թողնում, իսկ հիմա եւ թիմային պաշտպանություն չկա եւ անհատական սխալներն են շատ։ Իսկ թվում է անհատական սխալներն ավելի շատ էին Վրաստանի այդ երկու խաղերում, մարզիչը այն ժամանակ խոսեց դրա մասին, հիմա եւս կային, բայց ավելի համակարգային սխալներ էին, շատ մանավանդ Կոսովոյի դեմ, դե Չեռնոգորիայի դեմ քանի որ այնտեղ ենք մի երկու մանրամասնություն էլ ասենք, ընդհանրապես ֆուտբոլային մտորում չկար, ընդհանրապես, ուրեմն շատ նմանեցինք, կարծես Արմավիրի ստադիոն գնայինք եւ տեղը եւ ընդհանուր այդ միջավայրը շատ նման էին։ Երկրորդ դիվիզիոնի խաղ չէ։ Այո, մտնոլորտ լուր ստադիոնում, ես այնտեղ հարցրեցի էլի մարդկանց, որ շատ խաղերի են ներկա եղել, հավաքականի արտագնա, նման բան չի եղել, որ քար լռություն լինի, մենք 500 չէ, 200 մետրի վրա պարզ լսում ենք ֆուտբոլիստները մի քիչ բարձր որ խոսում են, լսում ենք ինչ էին ասում։ Այդ կարգի լռություն էր ու արձակուրդային տրամադրություն էր։ Դե երկու թիմերի ֆուտբոլիստների համար էլ վերջին խաղն էր մրցաշրջանի, գնում են արձակուրդ երկար մրցաշրջանից հետո ու պես հանգիստ խաղ էր գնում մինչև վերջին կես ժամը, երբ Հայաստանի հավաքականն արդեն փորձում էր հաղթանակի հասնել։ Երևի արդեն աստիճանաբար խոսենք անհատապես ֆուտբոլիստների դիրքերի մասին, դարպասապահների այս պարագայում Հենրի Ավագյանի, որի խաղը շատ տպավորեց ու շատ ափսոս էր, որ մենք այդքան գոլեր բաց թողեցինք, երևի ոչ մի գոլ չկար, որ ասես լավ իր մեղավորությունն էր ու ինչքան շատ փրկեց, ինչ իրավիճակներում փրկեց, թե Հենրի, թե նաև Արսենի խաղի մասին խոսենք։ Դե Հենրի Ավագյանը հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց եւ ընդհանրապես կապ չունի, որ 5 գնդակ ընդունեց, նա մեղավորություն չուներ բաց թողած գոլերում, 11 սեյվ կատարեց եւ դրանցից 6-7-ը սուպեր սեյվեր էին։ Առաջին խաղակեսում ուղղակի մի քանի անհավանական գնդակ կարողացավ հանել։ Իդեպ գոլն էլ ճիշտ է, առաջին գոլը հերվից բաց թողեց, բայց դրանից հետո բրավո Հենրի Ավագյանին, որ կարողացավ վստահություն գտնել իր մեջ եւ սկսեց շատ լավ ֆուտբոլ խաղալ։ Արսեն Բեգլարյանը
Բեգլարյանը ընդամենը 1 սև կատարեց Կոսովոյի իրականում այդ Չեռնոգորիայի հավաքականը շատ պահեր չէր ստեղծում, 2 կիսապահ ստեղծեցին, 2 գոլ խփեցին, սա եւս մեկ շատ հաճախ էր Արսեն Բեգլարյանը երկար փոխանցումներ կատարում եւ հիմնականում Նաիր Տիկնիզյանի ուղղությամբ էր այդ փոխանցումները, որոնք բավական հաջող էին ստացվում, ճիշտ է, հետո շարունակությունը չէր ստացվում եւ հետաքրքիր է, որ այնպես է դասավորվում, որ Արսեն Բեգլարյանը հիմնականում Հայաստանի հավաքականում հնարավորություն է ստանում այն խաղերում, որտեղ շատ բան չի անում։ Իշենք Թուրքիայի հավաքականի դեմ խաղը, կրկին 2 հարված, 2 բաց թողած գոլ եւ դրանից հետո եղավ այս հանդիպումը, որ կոնկրետ սեյվերի առումով Արսեն Բեգլարյանից շատ բան տեսնել չկարողացանք, որովհետեւ մրցակիցը քիչ արվածներ էր կատարում։ Արման, հաջորդ հարցը քոնն է։ Ձախ պաշտպանի դիրքի մասին առանձին խոսենք, որովհետև կենտրոնը եւ աչը կապ ունեին Գեորգի Հարությունյանը 2 դիրքում էլ խաղաց։ Նաիր Տիկնիզյան, Էդգար Գրիգորյան, 2 դեպքում էլ Գրիգորյանը փոխարինման դուրս եկավ։ Ինչպես կգնահատես մեր 2 ձախ պաշտպանների խաղը։ Դե ինձ թվում է գոնե խաղերից մեկում պիտի հիմնական կազում լիներ Էդգար Գրիգորյանը, նա դրան արժանացել էր, 2 հանդիպումներում էլ քիչ խաղաց, դժվար է ինչ որ լիարժեք գնահատական տալը։ Ամեն դեպս երկրորդ խաղում ավելի լավ մտավ, որովհետև թիմն էր ավելի լավ վիճակում, իսկ Տիկնիզյանը ակնհայտորեն երևաց, որ խաղային պրակտիկա չունենալով իր լավագույն վիճակում չէր։ Էլի դրվագներով նա ցույց էր տալիս ինչի է ընդունակ, բայց շատ դեպքերում էլ երևում էր սրության պակաս, նաև ինչ որտեղ հոգնածություն ավելի շուտ, քան սովորաբար լինում է, մենք պիտի սպասենք ուղղակի, որ մյուս հավաքին նա կգա արդեն լիարժեք օպտիմալ վիճակում։ 2 խաղերում մենք 2 տարբեր զույգեր ունեցանք պաշտպանության կենտրոնում եւ աջ եզրում այս 2 խաղերը երևի ցույց տվեցին, որ Գեորգի Հարությունյանը տվյալ պահին ամենապատրաստն էր։ Նրա ունիվերսալությունը շատ է մեզ պետք այս պահին։ Գամո Հովհաննիսյանի նկատմամբ ամենայն հարգանքով կարծես ինքը արդեն դժվարանում է մեր հավաքականում այն խաղը խաղալ, որ մենք սպասում ենք։ Համբարձումյանը կա, բայց այնտեղ էլի սխալներ եղան, եւ Գեորգին ավելի լավ տպավորություն թողեց, համաձայն եք աչի եզրում։ Համաձայն եմ, Գեորգին մանավանդ էլի երկրորդ խաղով, եթե նայենք, ինձ շատ դուր եկավ երկրորդ խաղում նաև Ստեփան Մկրտչյանի խաղը, շատ հուսալի էր։ Հա, հիմա արդեն միանգամից կարող ենք նաև զույգերի մասին խոսել, Ստեփա Հարոյան, Գեորգին էլ Մուրադյանի հետ էր խաղում, որը ավելի փորձարարական է։ Ես չգիտեմ, եթե Ստեփան հիմա Կոսովոյի դեմ խաղար այդ հանդիպման սցենարով, միգուցե նրա սխալներն ավելի շատ երևային։ Աջ պաշտպանի դիրքը իրոք խնդրահարույց էր, Համբարձումյանը ծանր մրցաշրջանից հետո էր եկել 34 տարեկանում հոգնած ու նրան շուտ փոխարիներ դրա առաջին հանդիպմանը, որպեսզի հետո այդ սխալը չաներ։ Այո, ակնհայտ էր դեղին էլ ուներ, որ փոխարինվեր ու հաճախ ենք տեսնում, որ Ջոն Վանցխիպը փոփոխությունները ուշացնում է, դեռ Վրաստանի խաղերից դա երևում էր, բայց պետք է էլի սպասել, որ նա մյուս հավաքին արդեն հանգստացած, լավ օպտիմալ վիճակում կգա Հովհաննես Համբարձումյանի մասին։ Մի բան ասեմ, հետո շարունակենք, հաջորդը Պորտուգալիայի դեմ խաղն է, հավանաբար մեր խաղային դասավորությունը կմնա նույնը կամ չգիտեմ, միգուցե 3 պաշտպանով խաղանք։ Համենայն դեպս պատկերացնենք, որ այսպես է լինելու։ Դարպասապահ եւ այդ 4 պաշտպանները ինչպես եք պատկերացնում, նաեւ հաշվի առնելով այս խաղերի պատկերը։ Հենրի Ավակյան թե Օգնեն Չանչարովիչ, օրինակ, Հենրի այս խաղը հաշվի առնելով։ Ունես տարբերակերպ, Դե պարտադիր չէ, եթե չկա ինչ-որ տարբերակ։ Ես մի բան ասեմ Հենրի Ավակյանի մասին, որ ուղղակի աբսուրդ էր, որ նա 7 տարի սպասեց հավաքականում երկրորդ խաղի համար։ Մեզ մոտ միշտ այդ պահը ուշանում է, էլի, պիտի արդեն շանս ստանա, բոլորը հասկանում են, որ արժանի է, բայց սպասում են, հետո դառնում է ինչ-որ տարիքի է գալիս, նոր հասկանում ենք, հա դեպի ավելի շուտ շանս տանք։ Իսկ պաշտպանությունում ավելի ինչ պատկեր կա։ Իսկ մի բան ասեմ Հենրի Ավակյանի մասին, հետո նոր առաջ անցնենք, կարծում եմ դեռ Պորտուգալիայի հավաքականի մասին թե որ դարպասապահ կլինի դարպասում մի փոքր բարդ է ասելը, բայց Հենրի Ավակյանը հստակ քայլերով գնում է առաջին համարը դառնալու հետևից եւ եթե ոչ առաջիկա ամիսներին, ապա միգուցե արդեն նույնիսկ ընտրական փուլի վերջին հանդիպումներին արդեն Հենրի Ավակյանը կլինի Հայաստանի հավաքականի առաջին համարը, եթե նման տեմպերով շարունակի, իսկ պաշտպանությունը գիտեմ, եթե 4 պաշտպանով խաղ, կարծում եմ դե ցախից հաստատ Նաիր Տիկնիզյանն է լինելու, թե ամբողջությամբ պատրաստ լինի, կենտրոնական պաշտպանները Վարազդատ Հարոյան, Հարոյանը հաստատ կլինի, Տիչր Արտարոզյան չլինի, Վարազդատ Հարոյան, այնտեղ կամ Ստեփա Մկրտչյան կամ Սերգեյ Մուրադյան, աջ պաշտպանի դիրքում, եթե Կամոն ու Հովհաննես Համբարձումյանը
պատրաստ չլինեն, երևի թե կրկին կարծում եմ Գեորգի Հարությունյանին կտեսնենք, որովհետև իրոք երկու եզրային պաշտպաններից էլ այս ընկերական խաղերում աջ պաշտպանի դիրքում խաղալով շատ լավ տպավորություն թողեց։ Խոսենք դաշտի կենտրոնի մասին, Արման, քեզ համար է շատ ուրախ։ Բոլորիս համար է իհարկե ուրախալի Դանիել Աղբալյանի նորամուտը, բայց քանի որ դու ես միշտ նրա խաղը այսպես աչքի տակ պահում եւ գնահատում, Աղբալյանը խաղաց եւ ոչ միայն Աղբալյանը, Թոմաս Ադորյանը նորամուտը նշեց, Հովհաննես Հարությունյան, Գոռ Մանվելյան, Գոռը քիչ խաղաց եւ Տիգրան Ավանեսյան։ Օրինակ Հովհաննես Հարությունյանի խաղը կրկին առանձին դրվագներով ցույց տվեց, որ առանձին դրվագներում շատ է դանդաղ գործում, այդ գնդակի կորուստ եւ այլն ունեցանք։ Գոռ Մանվելյանի խաղը երևի այնքան շատ չէր, որ սպառիչ մենք գնահատական ունենանք։ Ավելի շատ Ադորյան, Աղբալյան եւ Տիգրան Ավանեսյան այս երեք խաղացողների մասին։ Դու քանի որ գնդակի կորստի թեման բացեցիր, դա ուղղակի նշեմ, շատ դրվագներ եղան այս երկու խաղերում, երբ գնդակը կորցնում ենք ու հակագրող ենք բաց թողնում, շատ սուր հակագրող, ոչ գնդակը կորցնելուց հետո վերադարձնում ենք, ոչ էլ գոնե տակտիկական խախտում ենք անում եւ նույն Մարտիշն էլ դրա մասին խոսեց։ Տիգրան Ավանեսյանը ինձ թվում է 4-3-3 սխեմայում, երբ նա միակ հենակետայինն է, այդքան էլ չարդարացրեց իրեն, պետք է այստեղ արդեն հուսալ, որ Իվում պատրաստ կլինի խաղալ։ Դանիել Աղբալյանը եւս այդ դիրքում խաղաց շատ ավելի լավ ու նա ավելի առաջքաշված է խաղում, շատ խելացի ֆուտբոլիստ, որը ապացուցեց, որ նույնը կարող անել նաեւ այս մակարդակում։ Ճիշտ է, հանդիպումից հետո երբ զրուցում էին նրա հետ, նրան էլ ասացի, որ խաղից առաջ սպասելիքները ընդհանուր հանրության կողմից քիչ էին նրա հանդեպ։ Հիմա արդեն երբ բոլորը տեսան, որ նա կարող է խաղալ, հետագայում ավելի շատ են լինելու, նա պիտի պատրաստ լինի, որ նորից նույն մակարդակի ֆուտբոլ ցույց տա։ Դեսպերցյանն էր ուրիշ մոլորակից։ Դեսպերցյանին այդ ուրիշ մոլորակի համար ես առանձին գլուխ եմ պահել։ Ադորյանը վատ չէ, սկզբի համար խաղում երևի թե ավելի լավ մտափոխային։ Այո, ճիշտ է, ես էի ուզում ասել։ Օրինակ առաջին խաղում այդքան չտպավորեց, բայց երկրորդ խաղում շատ ճկուն էր, շատ թեթև էր գնդակի տեղաշարժերի եւ առաջին խաղում ընդհանուր առմամբ ոչինչ չստացվեց, բացի Հենրի Ավակյանից մնացած ֆուտբոլիստները շատ բան չարեցին եւ Երգե Էդվարդ Սպերցյանից, դա ինչպես դու ասացիր, նրա մասին դեռ առանձին կխոսենք, բայց առաջին խաղում էլ Ադորյանը ոչ մտավ փոխարինման ակտիվությունը ամեն դեպքում փորձեց մտցնել, շատ էր վազում, երբեմն պրեսինգ գործողությունների էր անցնում, ընդհանուր առմամբ նրա լավ կողմերը առաջին խաղում չերևացին, հաշվի առնելով թե ինչ հաշվով ավարտվեց հանդիպումը։ Որակ ավելացնում է այս մեր հավաքականը։ Կարծում եմ դեռ երկու դիրքում խաղաց։ Դեռ էլի որ զարգացում գրանց իր կարիերայում եւ դա ես սպասում եմ Թոմաս Ադորյանից, ամենայն դեպս առաջին տպավորություններն այդպեսին են, կարծում եմ բավական լավ կլինի նրան կրկին տեսնել Հայաստանի հավաքական։ Իսկ նա իրեն ինչպես էր զգում էր հավաքականի մի մասնիկ կամ դուք նկատում եք, որ նա գիտակցում է ուր է եկել, ինչ է լինելու, թե այսպես լեգիոնական ֆուտբոլիստի կարգավիճակում։ Դե ավելի շատ շփվում էր Սևիկյանի հետ, որովհետև նա իսպաներեն գիտի եւ քանի որ շատ էր շփվում Սևիկյանի հետ, նաեւ շատ էր շփվում Տիգնիզյանի ժամանակին այդ խնդիրը կար Բալեկյանի ու Լուկասի հետ, քանի որ նրանք միասին էին շփվում, քանի որ իսպաներեն միայն երկուսով էին խոսում, կարելի ասել, հիմա դա էլ կարող է խնդիր։ Դե հիմա չգիտենք, Ադորյանը նախ մրցակցությունը մեծանալու է, երբ նորից հրավիրվում են Վահանը Բիչախչյան, Տիգրանը Բարսեղյան եւ այլ խաղացողներ, պարտադիր չի որ նա հետագայում էլ հրավիրվի, բայց սկզբի համար վատ չէր։ Տեսնենք ինչպես նա կվերաբերվի հավաքականից հրավերներին հետագայում։ Հիմա մենք նկատում ենք, որ ովքեր գալիս են Լատինական Ամերիկայից, կարծես Բայց կոպիտ ասած հավես կունենան կգան, հավես կունենան չեն գա։ Նորբերտոն ժամանակին այդպես չէր, կարծես հիմա նա էլ այդպես դառնում։ Լուկասն էլ շնաց ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղացել հավաքականում, բայց տեսնում ենք, որ էլի դե սեպտեմբերին ինձ թվում է կուզենա գալ Պորտուգալիայի դեմ խաղալ, բայց հիմա մարդը չուզեց չեկա։ Մեզ մոտ միակ դիրքը, միակ գիծը, որ երկու խաղերում էլ անփոփոխ մնաց, դա հարձակման եռյակն էր, Սևիկյան, Ժիրոն ու Սերոփյանը։ Ըստ ձեզ Ջոնվացխիպը ինչ որ հեռանկարային պլաններ ունի այս եռյակի մասով, որ երկու դեպքում էլ նույն եռյակը մտավ խաղի մեջ, թե ուղղակի տվյալ պահին իրենք էին պատրաստ, ինչու այսպիսի որոշում երկու խաղում էր։ Նախ երրորդ անընդմեջ խաղում խաղացինք կեղծի 9 համարով առանց ընդգծված հարձակվողի եւ Սերոփյանն էր խաղում։ Առաջին հանդիպմանը ինձ թվում է այդքան էլ հարմար չէ նրան դիրքը, բայց երկրորդում շատ ավելի լավն էր։ Սերոփյանից չէի սպասում, որ կեղծի 9 համար այդքան լավ կարող է գործել։ Նույն Չեռնոգորիայի դեմ նա 3 դիրքում խաղաց աչից ձախից կենտրոնից Սպերցյանից հետո այդ խաղի լավագույն ֆուտբոլիստների իմ կարծիքով
Բայց փորձեց այդ երրյակը, ինձ թվում է Նարեկ Գրիգորյանը կարող էր ավելի շատ ժամանակ ստանալ, մանավանդ առաջին խաղում շատ ուշ մտավ, երկրորդում ավելի շուտ, եւ այստեղ կարևոր է նաեւ Միրանյանի գործոնը, փաստորեն Միրանյանը պատրաստ չէր ավելի շատ խաղալ ըստ մարշչի, որովհետեւ խաղային պրակտիկա չունի ակումբում։ Նույնակ երկրորդ հանդիպմանը միայն ավելացված առաջին րոպեին մտավ։ Երկու խաղերում եթե առանձին դրվագի մասին խոսենք, եւ ամենաափսոսալի դրվագը Նարեկ Գրիգորյանի դրվագն էր, որ ամեն ինչ իդեալական արեց, բայց գնդակը չհայտնվեց դարպասում։ Տես Միրանյանի մասին խոսեցիր, բայց փոխարինման մտավ Արայիկ Էլոյանը, երկուսը էլ հետաքրքիր է, ինչ կարծիք ունեք նրան։ Ես բավական լավ կարծիք ունեմ, շատ լավ մտավ խաղի մեջ Արայիկ Էլոյանը, եւ հետաքրքիր է, որ հավելյալ լարվածություն նրա չկար։ Այո, չէի զգում ես, որ հավելյալ լարվածություն ունի, եւ դա շատ կարեւոր էր, որովհետեւ հասկանալի է, շատ բարդ է առաջին հանդիպումն ես անցկացնում Հայաստանի ազգային հավաքականի կազմում եւ տեսակ բարդ է պատկերացնել է, որ լարվածություն չզգաս, բայց ամենայն դեպս ես այդպեսի տպավորություն ստացա։ Շատ լավ մտավ խաղի մեջ, նույնիսկ գոլ խփելու հնարավորություն ուներ, բայց նրա արվածից հետո փոքրիկ շեղությամբ գնդակը դուրս եկավ խաղադաշտից, ճնշում էր մրցակցի պաշտպաններին եւ փորձում էր նաեւ գոտիներ բացել խաղանկերների համար, դրվագներից մեկում էլ շատ լավ փոխանցում կատարեց, այնպես որ կարծում եմ Արայիկ Էլոյանի նորամուտը շատ ստացված էր ու ես շատ ուրախ եմ նրա համար։ Ինձ զարմացրեց Սպերցյանի հետ նրա կոմբինացիան, երբ Սպերցյանը տվեց իրեն ինքը պատասխան փոխանցում կատարեց, բացվեց, հետո էլի ստացավ Սպերցյանից, մոտ էր գոլ խփելուն, բայց չստացվեց, ամեն դեպքում սկզբի համար լավ էր։ Եվ ընդամենը 4 խաղացող, որ խաղի ժամանակ չստացան, Արման Ներսեսյան, Կարեն Մուրադյան, 3 խաղացող եւ Պետիկ Մանուկյան։ Սպասում եք նրանց, դե պարզ է Ներսեսյանի պարագայում երևի տրամաբանական է, քանի որ 2 խաղ 2 դարպասապահ պետք է խաղային, Պետիկ Մանուկյան ու Կարեն Մուրադյան ինչ սպասելիքներ կային, որ նրանք կխաղան, թե ըստ այդ Մուրադյանից երևի այո, ես սպասում էի, որ խաղերից մեկում նույնիսկ մտածում էի, որ կարող է մեկնարկային կազմում լինել, բայց խաղաժամանակ չստացավ, իսկ Պետիկ Մանուկյանը ոչ, եթե անկեղծ պատկերացնում էի, որ կլինի Հայաստանի հավաքականի ճամբարում, բայց դեռ խաղաժամանակ։ Դե ինքը ավելի շատ երևի հավաքականի մթնոլորտը զգալու եւ հետագայի համար են։ Առանց այդ էլ կենտրոնական պաշտպանների մեծ մասը երիտասարդ է, մինչև 22-23 տարեկան։ Կարեն Մուրադյանը ինձ թվում է կարող էր խաղալ, եթե չպիտի խաղար, այդ դիրքում թող հրավիրվեր ավելի երիտասարդ ֆուտբոլիստ, օրինակ Նարեկ Աղասարյանը թեկուզ առաջին անգամ ինչ որ կամ Դանիել Աղբալյանը այդ դիրքում ավելի շատ խաղար, ինձ համար տարօրինակ է, որ այդպիսի փորձառու ֆուտբոլիստը հրավիրվում է եւ ոչ մի րոպե չի խաղում, ընկերական խաղում, այդ դեպքում հրավիրելու իմաստը որն է։ Միգուցե մարզումների ժամանակ չի գոհացրել մարշին, օրինակ, իհարկե ես որովհետեւ տեղեկություն չունեմ սա ենթադրություն է։ Լավ, Պորտուգալիայի դեմ խաղն է արժևում կրկին, արդեն երրորդ անգամ այս մտքի վրա ենք կանգնում ու անկեղծ ես մտավախություններ ունեմ այդ խաղից, ինչ կարող է լինել։ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոններին, Պորտուգալիայի հավաքականի մի շարք խաղացողներ ինչ ասես նվաճեցին այս մրցաշրջանում եւ իսկապես շատ այսպես վախենալու իրավիճակ է առաջացնում։ Լավ, ռեալ գնահատենք էլի, ինչ կլինի, կհասցնի մեր հավաքականը ինչ որ կերպ ըստ պատրաստվել գոնե այնպիսի պարտություն չկրելու, որ մենք կրկին չասենք լավ էս ինչ եղավ։ Դե պետք է հուսանք, որ այդպիսի պարտություն էլի չլինի, ուղղակի իրոք բարդ է պատկերացնելը Պորտուգալիայի հավաքական, որը իրոք շատ հզոր է, չգիտեմ, ինչ որ բառը պետք է երևի օրինել այս Պորտուգալիայի հավաքականին բնութագրելու համար, ընկերական խաղեր էլ ախր արժևում չունենք մինչև այդ հանդիպումը, այնպես որ ավելի լավ գոնե երկու ընկերական խաղեր ունենայինք, ինձ թվում է էլի մի բան ավելի լավ։ Ինձ թվում է ֆուտբոլիստները նման կերպ չպետք է մտածեն, ոչ մեկ էլ սատանա չի, բոլորի հետ էլ կարելի է փորձել գոնե պայքարել, փորձել։ Իրականում ես համաձայն եմ շատ ու շատ եմ դեպքեր տեսել, որ մեզ մոտ 90% դեպքերում այդպես է, այսինքն կամ մտածում ենք, որ մրցակիցը շատ ուժեղ է, հնարավոր չէ նրա հետ ինչ-որ բան անել, կամ էլ թույլ է։ Կամ էլ դե ֆայրան կղզիներն են։ Ես կոնկրետ հիմա միտումնավոր սրա մասին խոսեցի, ես համաձայն եմ, որ ֆուտբոլիստները ոչ մեկս պետք է այդպես չմտածենք, բայց հիմա տպավորությունը, որ մեր ֆուտբոլիստների գլխավոր խնդիրը հավաքականում հաղթական ոգու կորուստն է, որ արդեն այնքան ենք շատ վատ խաղեր ունեցել, որ ֆուտբոլիստների հավատը, որ մենք կարող ենք հաջող խաղալ, կորել է։ Այս սրա պատճառով։ Ես ճիշտ ասած այդ
տպավորությունը չունեի ֆուտբոլիստներից, որովհետև բոլորն էլ ասում էին, որ պետք է շարունակենք աշխատել, առաջ շարժվենք, մենք գիտենք, որ հաջողությունները գալու են, մոտավորապես այդպիսի տեքստեր, ուղղակի շատ վատ է, որ առաջին մրցակից հենց Պորտուգալիայի գոնե օրինակ Իռլանդիայի հավաքականը լիներ, իհարկե պատկերը ամբողջովին այլ կլիներ, բայց շատ բան կախված է ֆուտբոլիստների տրամադրվածությունից, քիչ առաջ էլ խոսեցինք, որ Վանցխիպը ցանկանում է ինչ-որ այլ ֆուտբոլ ներդնել, բայց այդ ֆուտբոլը իրոք Պորտուգալիայի հավաքականի դեմ պարզ է, որ հնարավոր չէ խաղալ ու կարծում եմ շատ բան կախված է լինելու թիմի մթնոլորտից, ֆուտբոլիստների տրամադրությունից ու տրամադրվածությունից, այնպես որ պետք է հուսանք, որ այդ հանդիպումը լավ ավարտ կունենա։ Իդեպ մենք Իռլանդիայի հավաքականի դեմ լավ մեկնարկելու բախտ ունեցել ենք, մեր վերջին խաղը, որ գոլ բաց չենք թողել, 31 խաղ արդեն գոլ ենք բաց թողնում, դա վատագույն ցուցանիշն է Եվրոպայում։ Օրինակ Շվեյցարիան է երկրորդ վատագույնը, որը 10 խաղ անընդմեջ է գոլ բաց թողել։ Ես այսպես մտածում էի Վանցխիպի խաղաոճի մասին, այսքան խոսում ենք, շատ ավելի լավ կլիներ, եթե նա հավաքականը գլխավորեր 1 տարի առաջ։ Ինչու եմ ասում, որովհետև այս ոճով, օրինակ ազգերի լիգայի մեր մրցակիցների դեմ կարող էր հավաքականը ավելի լավ խաղալ։ Ֆարյան կղզիներ, Հյուսիսային Մակեդոնիա, շատ ավելի հաջող դա կարող էր ստացվել, բայց հիմա նման մրցակիցների դեմ արդեն բարդ կլինի եւ առաջնայինը դառնալու պաշտպանության գործոնը։ Իդեպ նա գլխավոր մարզիչն անընդհատ խոսում էր ինտենսիվության մասին, որ մեր ֆուտբոլիստները շուտ են հոգնում 1 ժամ հետո, բայց եթե ռեալ նայենք, օրինակ Չեռնոգորիայի դեմ հակառակն էր, փոփոխությունները նա լավ կատարեց, ի տարբերություն Կոսովոյի, եւ թիմը վերջում ավելի լավ էր խաղում, բայց այդտեղ ուր էր, ինչի է ինտենսիվության խնդիրը չկար, շատ ավելի լավ վերջում էր, կամ Վրաստանի դեմ երկրորդ խաղում մենք 0-5 պարտվում էինք 35-րդ րոպեից հետո, այսինքն միայն այդ ինտենսիվության հոգնելու խնդիրը չի։ Ես համաձայն եմ իր հետ, որ մեր առողջության այդ ինտենսիվությունը պիտի բարձրանա, պիտի ավելի արագ լինեն խաղերը եւ այլն, բայց միայն դա չէ խնդիրը։ Եվ վերջում իհարկե առանձին պետք է խոսել Էդուարդ Սպերցյանի մասին։ Ինձ մոտ ես դրա մասին գրել էի, երևի կարդացել եք, տպավորություն առաջացավ առաջին անգամ, որ ինչպես ժամանակին Մխիթարյանն էր ու մյուսները, որ տարբերություն էր ստեղծվում, հիմա արդեն կարծես Սպերցյանն է այն ֆուտբոլիստը, որը ակնհայտորեն դու տեսնում ես իր տարբերությունը մյուսներից խաղամակարդակով, չգիտեմ, որոշումները կայացնելու ճշգրտությամբ, ամեն ինչով։ Ու թերևս ամենաճիշտ պահն է, որ վերջապես այդ տրանսֆերը տեղի ունենա։ Ինչպես կգնահատեք, պարզ է, որ լավ կգնահատեք Սպերցյանի խաղը, դուք տեղում էիք ավելի մոտիկից, միգուցե շփվել եք, հետո խոսենք այդ ֆուտբոլիստի մասին։ Դա Սպերցյանի ծննդյան տարեդարձն էր, հավաքի ժամանակ, դա այդպես բուրըն չնշվեց, պարտությունից հետո էր։ Ես մի բան կասեմ, որ նրա խաղից չեմ ուզում ինչ-որ բան ասել, բոլորն էլ տեսել են։ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն էր դարձել ծանր մրցաշրջանից հետո։ Սպերցյանը կարող էր ինչ-որ պատճառներ բերել ու չգալ հավաքական, որովհետև կարող էր վնասված ստանալ, իդեպ Չեռնոգորիայի ֆուտբոլիստները բավական կոպիտ էին խաղում նրա դեմ։ Եվ հավանաբար չէին դժգոհի, ոչ ոք չէր ասի ինչու չեկավ։ Այսինքն մի պատճառ կարող էր բերել, որ մարդու տրանսֆերը դրանից կարող է ձախողել, հանկարծ վնասված ստանալ։ Բայց ինքը եկավ, այսպես խաղաց, առաջատարի պես խաղաց։ Ինձ թվում է այսքանով արդեն պարզ է նրա վերաբերմունքը ու նրա մոտեցումը ֆուտբոլին եւ Հայաստանի հավաքականին։ Ես էլ շատ կարճ կլինեմ, մենք ունենք Հայաստանի հավաքականում եվրոպական մակարդակի մասշտաբի ֆուտբոլիստ, թե խաղամակարդակով, թե մտածելակերպով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։ Լավն է էլի մեր ֆուտբոլը։